Այսօր մենք կքննարկենք Չեմպիոններ լիգայի 3-րդ տուրի խաղը։ Բարսելոնա Օլիմպիակոս գնացինք։ Բարսելոնան ջախջախեց, կոտրեց, չորեց Օլիմպիակոսին 6-1 հաշվով։ Հիմա այսօր մենք կքննարկենք եւ կհասկանանք ում շնորհիվ դա եղավ, կարմիր քարտը օգնեց Բարսելոնային թե ոչ։ Գնացինք։ Կսկսենք առաջին թայմից, հիմա ես դες կասեմ ստարտովի սաստավը։ Վրատար Վոյցեխ Շենսնի, պաշտպանական դուո Էրիկ Գարսիա եւ Կուբարսի, Ձախից Բալդե, Աչից Ժուլ Կունդե։ Центральный полузащитник Марк Касадо Педри, атакующий полузащитник Фермին Լոպես, Ձախից Դրո Ֆերնանդես, Աչից Յամալ, հարձակվող Ռեշֆորդ։ Ոնց ես ասում առաջին թայմի առաջին 15 րոպեն մենք սկսում ենք շատ ակտիվ ու հետո մի քիչ թույլ ենք դառնում ենք ավելի ուեզերի մի 7 րոպեին Ֆերմին Լոպեզը հաշիվը բացում է 1-0 Ֆերմին Լոպեսին պաս են տալի նա փորձում է կանգնացնել գնդակը, կանգնացնում է, առաջ է վազում, Յամալին է թողում գնդակը, Յամալը ինչ-որ ֆինտուֆլուշկ է անում, բայց ուդար չի անում, հետո գնդակը կտայս է Ֆերմին, իսկ Ֆերմինը ձախով գոլ է խփում, արդեն sense ասած պաշտպանված վարորդներին, որտեվ մի 5 հոգի մենակ վարորդների մեջ էր պաշտպաններից, պես կոմենտարը։ Ֆերմին Լոպեսը խփում է 1-0 եւ անցնում է մի քանի րոպե, մենք էլի դոմինացիա ենք անում Բայց ինչ-որ մի պահից հետո Բարսան թուլացավ ու սկսեց Օլիմպիակոսը ավելի սենց զաժիմատ անել։ Մի քանի պահ կար, որ շատ վտանգավոր էր, Օլիմպիակոսը կարող էր գոլ խփել։ Դիմացանք Օլիմպիակոսի նացեսկին ու կարողացանք խփել երկրորդ գնդակը։ Դրո Ֆերնանդեսը ձախում գնդակ է ստանում, անցնում է դեպի ավելի շատ ցենտր ու պասը տալի Ֆերմին Լոպեզի, Ֆերմին Լոպեզը 1-1 է մնում եւ գեղեցիկ ձախ ոտքով հարվածում է ձախ ձիվյատկա 2-0 ու այդքանով առաջին թայմը ավարտվում է 2-0 հաշվով գնում ենք Պերերիվի։ Հիմա տեսնենք երկրորդ թայմը ինչ եղավ։